Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է եւ կսպասի ստորագրության Թիմադիդրի Էջին գրած է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյան։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին գարաչարգեմ սկսել խորհրդակցություններ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի համաձայնեցված նախագիծի ստորագրության շուրջ ըսված է գրառման մեջ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան շնորհավորական ուղերձներ հղած է Իսլամական հեղափոխության քերակույն առաջնորդ Այաթոլլա Սայեդ Ալի Խամեյնեին եւ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Պեզեշքյանին Նովրուզի արիթով։ Քարնանային զարթոնքը խորհրդանշող այս տոնը թող նորանոր նվաճումներ եւ հաջողություններ բերե Իրանի ժողովրդին, իսկ Հայաստանի եւ Իրանի միջև սերտ բարի թրացիական հարաբերությունները շարունակեն անշեղորեն զարգանալ ի նպաստ մեր պետություններուն եւ ամբողջ տարածաշրջանի խաղաղության եւ բարգավաճման, ըսված է վարչապետի շնորհավորական ուղերձին մեջ։ Հայաստան պատրաստ է ստորագրելու պայմանագիրը, որ կրնադառնալ տարածաշրջանի մեջ գայուն խաղաղության հաստատման կարևոր հիմնասյուն Բրազիլի մեջ այդ երկրի արտաքին գործ նախարարին հետ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյան։ Անշեշտեց, որ համաձայնելով նախագիծի վերջին տարբերակին Հայաստանն ճանապարհ հարթեց պայմանագիրի վերջնականացման եւ նախագիծի շուրջ բանակցություններու ավարտի մասին։ Խաղաղության փախծալի նպատակին հասնելու համար Հայաստանի ամուր քաղաքական կամքը պետք է փոխադարձվի։ Եթե խաղաղությունը պետք է կյանքի գոչվի, ապա երկու կողմերն ալ պետք է հանձնարարու լան վստահության եւ երկխոսության մթնոլորտի ձևավորմամբ։ Այս պարունակի մեջ չլուծված մարդասիրական հարցերու ղեկավարումը, ինչպիսին է հայ ռազմակերիներու եւ մյուս բահվող անձերու ազատարձակումը, գրնա էականորեն թեթևցնել իրավիճակը, ըստ արտաքին գործ նախարար Արարատ Միրզոյան։ Հոլանդիայի արտաքին գործ նախարար Քասպեր Վետքամփ ողջունած է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրի համաձայնեցումը կարևոր նկատելով ադորը ստորագրության ուղղությամբ հետագա քայլերը։ Այս մասին ան հայտնած է X-ի մեջ նշելով, որ Հայաստան այցելելեն հետո հերախոսազրույց ունեցած է Ադրբեջանի արտաքին գործ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Ես ողջունեցի Ադրբեջան-Հայաստան խաղաղության պայմանագիրի համաձայնեցումը եւ ընդգծեցի ստորագրության ուղղությամբ հետագա քայլերու կարևորությունը։ Այս համաձայնագիրը վճռորոշ է տարածաշրջանի մեջ գայուն խաղաղության համար, ըսված է Հոլանդիայի արտաքին գործ նախարարի գրառման մեջ։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դարձյալ աբադեղեցություն տարածեց, որ մարտ 19-ի ժամը 19:19:10 ինգած ժամանակահատվածին Հայաստանի զինված ուժերու ստորաբաժանումները գրակ բացած են սահմանակոդի արևելյան հատվածին տեղակայված Ադրբեջանի թիրքերուն ուղղությամբ, որը չի համապատասխաներ իրականությամբ։ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը առաջարկած է հրաթաթարի խախտման դեպքերու կամ այդ տեղեկություններու հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ միջոցներ ստեղծելու, որուն մինչ օրս Ադրբեջան չի արձագանքած։ Ամերիկայի պետական քարտուղարության խոսնակ Թեմի Բրյուս մեկնաբանեց Ստամբուլի ինտիմատիր քաղաքապետ Էքրեմ Իմամոլոյի ձերբակալությունը։ Մենք կարող ենք կոչնել Թուրքիո մարդու իրավունքները հարգելու եւ բացաճ կերպով զբաղելու իր ներքին խնդիրներով։ Սա արդեն բարձ է, մենք կարող ենք պարզապես հիշեցնել այս մասին, ասաց է Ամերիկայի պետական քարտուղարության խոսնակը։ Բոլսո դատախազությունը հետաքննության շրջանակներ են ներս որոշած է ձերբակալել Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամոլուն եւ եւս 100 հոգի։ Բոլսո եւ Թուրքիո մյուս քաղաքներում մեծ զանգվածային ցույցեր տեղի ունեցան ինտիմատիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության դեմ։ Իմամօղլու գահամարվի Թուրքիո առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակիցը հարաճիգա նախագահական ընտրություններում կգրե BBC-ին։ Կատարված է հեղաշրջման փորձեր, ըսած է Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզել քաղաքապետարանին կով հավաքվածներուն ելույթ ունենալով։ Քաղաքապետի գինը անոր գալանավորումը անվանած է նպատակային քաղաքական գործողություն ուղղված Թուրքիո աբական նախագահ չեզոքացնելուն։ Եվրամիությունը դադարեցրեց ինչպես Բոլսո քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի, այնպես էլ քաղաքացիական հասարակության տարբեր ներկայացուցիչներու ձերբակալությունները կասկած հայտնելով ժողովրդավարությունը պահպանելու Թուրքիո իշխանություններու հանձնառության առնչությամբ։ Եվրամիությունը գոհորթորե Թուրքիո իշխանություններուն ապահովել լիարժեք թափանցիկություն եւ հետևել բացշաճ ընթացագարկին։ Որպես Եվրամիության տեխնազու երկիր եւ Եվրոպայի խորհրդի երկար դարիներու անդամ կգնկալվի, որ Թուրքիան գիրարի ամենաբարձր ժողովրդավարական չափանիշներն ու գործելակերպը նշված է Եվրամիության հայտարարության մեջ։
Միավորված ազգերու գազագերբության մեկ աշխատագիծ զոհված է եւ եւս 5 վիրավոր են Գազայի հատվածին միջազգային այդ կառույցի հյուրադամ վրա կատարված հարձակումին հետևանքով, կհայտնի Associated Press գործակալությունը։ Իսրայելի զինվորականները հերքած են տեղեկությունը, թե հարվածած են Դեյր էլ-Բալահ քաղաքի մեջ գտնվող Մագի շենքը, որտեղ կգտնվեին մարդասիրական ծառայություններու աշխատագիծները։ Շաբթվան սկիզբը Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարած էր Գազայի հատվածին Համասի կառույցներուն զանգվածային հարվածներու վերսկսման մասին։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Քաց Համասեն պահանջած է անհապաղ ազատ արձակել խմբավորման մոտ մնացած բոլոր բադանտները հագարակ վարակային սպառնալով օգտագործել երկրի ամբողջ ռազմական ներուժը։ Իսրայելի կառավարության ներկայացուցիչ Դեյվիդ Մենսեր նշած է, որ Գազայի մեջ ռազմական գործողություններու վերսկսումը համաձայնեցված է Վաշինգտոնի հետ։ Ամերիկայի պետական քարտուղար Մարկո Ռուբիոն եւ Մեծ Բրիտանիու արտաքին գործոստնախարար Դեյվիդ Լեմին հերախոսազրույցի ժամանակ քննարկած են ռուս-ուկրաինական հագամարտության ղեկավարման ուղղված հետագա քայլերը, այդ մասին հաղորդեց Ամերիկայի արտաքին քաղաքական գերատեսչությունը։ Կողմերը քննարկած են նաեւ մերձավոր արևելքի մեջ տեղի ունեցող իրադարձությունները եւ շեշտած խաղաղությունը վերականգնելու կարեւորությունը։ Անցյալ շաբթվան վերջին Մեծ Բրիտանիու վարչապետ Քիր Սթարմեր ավելի քան 20 երկրի ղեկավարներ եւ ներկայացուցիչներու հետ կայացած բանակցություններու ժամանակ կոչ ըրած էր ճնշում գործադրել Ռուսաստանի վրա եւ ավելցնել Ուկրաինայու ռազմական օգնությունը։ Ձեզի հետ էր Անի Զեյթունցյանը։